Եփեսացիներին 5-րդ գլուխ։ Նմանվեք Աստծուն որպես իր սիրելի որդիներ, եւ շարժվեք սիրով, այնպես ինչպես Քրիստոսը սիրեց մեզ, եւ մեզ համար իրեն ընծա եւ զոհ մատուցեց Աստծուն, որպես անուշահոտություն։ Իսկ պոռնկության եւ ամեն տեսակ պղծության կամ ագահության մասին նույնիսկ չպետք է խոսվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։ Վայել չեն նաև գռեհիկ կամ հիմար խոսակցությունները, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Մեկ բան հաստատ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն կռապաշտ, Քրիստոսի եւ Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։ Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։ Այսուհետև նրանց հետ հաղորդակից մի եղեք, որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով։ Ապրեք որպես լույսի որդիներ, որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության ու ճշմարտության մեջ է։ Փորձեք հասկանալ, թե ինչն է հաճելի Տիրոջը, եւ մասնակից մի եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտեք դրանք, որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։ Իսկ այն ամենը, ինչ դատապարտվում է, հայտնի է դառնում լույսով, որովհետև ամեն ինչ, որ հայտնի է, լույս է։ Դրա համար ասվում է. «Արթնացիր դու, որ քնած ես, վեր կաց մեռելների միջից, եւ Քրիստոսը կլուսավորի քեզ»։ Ուշադրություն դարձրեք ձեր ապրելակերպի վրա։ Մի ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ Օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Ուստի անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Մի հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվեք Սուրբ Հոգով, միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով եւ ձեր սրտերում երգելով եւ սաղմոս ասելով Տիրոջը։ Ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհություն հայտնեք Հորը եւ Աստծուն։ Հնազանդվեք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։ Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու, իր մարմնի, որի փրկիչն ինքն է։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով եւ խոսքով, որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ եւ անարատ լինի։ Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից եւ նրա ոսկորներից։ Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ հետևի իր կնոջը, եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերյալ։ Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, եւ կինը ակնածի իր մարդուց։